Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Կրթական եւ մշակութային ծրագրերը շարունակում են կարևոր դեր խաղալ մարդկանց կյանքը բարելավելու գործում։ Այսօրվա թողարկմանը կանդրադառնանք հենց այս նպատակով իրականացրած ծրագրերին։ Քանաքեռում գործող միակ մշակութային կրթօջախը վերանորոգվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Թե ինչ ազդեցություն է սա ունեցել համայնքի վրա, դիտեք տեսանյութում։ Վերանորոգված պարասրահ եւ չդադարող փորձեր։ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում արդեն քանի տարի է պարարվեստի դասերը հարմարավետ պայմաններում են կազմակերպվում։ Դպրոցի եւ երեխաների եւ ինչու՞ չէ մանկավարժների ցանկություններ ունենալ արդի պայմանների վերանորոգված պարարվեստի դասարան։ Սրահը վերանորոգվել է 2014 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Պարասենյակում հարմարավետ եւ վերանորոգված պայմաններ ունենալը ողջունելի էր ոչ միայն աշակերտների եւ ուսուցիչների, այլ նաեւ ծնողների կողմից։ Իրենք իրենց երեխաներին վստահում են մի մշակութային օջախի, կրթօջախի, որը որ կրթում է, դաստիարակում է հայի եւ իրենց համար էլ մեծ պատիվ էր եւ պատասխանատվություն էր եւ հաճելի հանգամանք էր, որ երեխաները ուսանելու են գեղեցիկ հաճելի դասասենյակում։ Երաժշտական դպրոցը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում միակն է։ Կենտրոնի տնօրենը նշում է, որ աշակերտների քանակը այստեղ շատ է, ակտիվությունը մեծ, եւ որպեսզի հետաքրքրությունը չնվազի, հարկավոր է առաջարկել հարմարավետ պայմաններ։ Երեխաները սիրում են ամեն ինչ ավելի ստանդարտի, կոմֆորտի, այսպես ասած, համադրությամբ կազմակերպել եւ հիմնանորոգված դահլիճը համահայկական հիմնադրամին, որ մենք ունենք, այս պահին երեխաները ինչու՞ չէ նաեւ կարող ենք ասել, որ մթնոլորտնել է թույլատրում եւ մթնոլորտնել է դրդում երեխաներին ավելի քաջասրտաբար, այսպես պարապել, աշխատել։ Երաժշտական դպրոցում աշակերտների նկատելի ակտիվությունը տնօրենը 3 հիմնական շարժառիթներով է պայմանավորում։ Երեխաների ներհոսքը նաև շատ կապված է երաժշտական դպրոցի եւ մթնոլորտի եւ միջավայրի եւ իհարկե կարող ենք նաև ասել ուսումնական process-ին համապատասխան դասատուների բարձր որակի հատկանիշների վրա։ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցը տասնամյակների պատմություն ունի, որտեղ գործում են դաշնամուրային, լարային, փողային, երգեցողության եւ այլ բաժիններ։ Ցուցաբերելով ակտիվ գործունեություն այն ժամանակի ընթացքում դարձել է ինչպես վարչական շրջանի, այնպես էլ մայրաքաղաքի կարևորագույն մշակութային կրթօջախներից մեկը։ Արհեստների ուսուցում, աշխատանքի խթանում, Արցախից տեղահանված կանանց համար ծրագիրը Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող կանանց համար նոր դռներ է բացել։ Մանրամասներին ծանոթացեք հաջորդ տեսանյութում։ Քրիստինեի երազանքն այսպիսի տեսք ուներ։ Ինչպես պատկերացրել էր, այդպես էլ եղավ։ Հիմա ջերմուկում շատերն են իրենց դիմահարդարումը վստահում նրան։ Առաջին ինձ աշխատանքից ես ասեցի վեր Քրիստինե ջան, ես ոչ միտեղ չեմ գնալու դիմահարդարում, ես միշտ գալու եմ քո մոտ։ Քրիստինե Թուղթարյանն այս գործում հմտացել է մասնակցելով Լուսե բարեգործական հասարակական կազմակերպության եւ Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ ծրագրին։ 2 ամիս եմ սովորել դիմահարդարում, մենակ եմ եղել, քանի որ դասընթացը անհատական էր։ Շատ սիրով գնում էի, դասերն էլ շատ լավ էին անցնում։ 2 ամիս անց արդեն Քրիստինեն աշխատում է իր նոր մասնագիտությամբ, ինչն էլ ծրագրի առաջնային նպատակներից է եղել։ Դիմահարդարելուց բացի որոշել է նաև դասընթացներ իրականացնել, օգնելով նաև մյուսներին սովորելու եւ աշխատելու այս գործով։ Ունեմ 3 աշակերտ, դասընթացները դեռևս չենք սկսել, պլանավորել ենք, որ մայիսի 5-ից սկսենք։ Նոր մասնագիտությունը նաև նոր հնարավորություններ է ստեղծել Քրիստինեի ընտանիքում, արդեն եւ ֆինանսապես անկախ է դարձել եւ ամուսնուն է օգնում այդ հարցում։ Կարողանում եմ հոգալ ընտանիքի հոգսերը, դա արդեն ամենամեծ բավարարվածությունն է ինձ համար։ Այսպիսով Քրիստինեի պես տասնյակ կանայք եւս Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Լուսե բարեգործական հասարակական կազմակերպության ջանքերով հիմա ունեն նոր մասնագիտություն եւ աշխատանք։ Այս պահին իմ զրուցակիցն է մեկ կադր միջազգային կինոփառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարեն։ Բարև ձեզ, պարոն Ղազարեն։ Պարոն Ղազարեն արդեն մի քանի տարի է, ինչ մեկ կադր միջազգային կինոփառատոնի կայացման եւ ընդլայնման գործում իր ներդրումն ունի նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամը։ Ինչպես սկսվեց համագործակցությունը եւ ինչպես է շարունակվում։
Մեկնարկը ըստ էության այսպես խրախուսվեցինք երևի փորձելու կապ ստեղծել հիմնադրամի հետ 18 թվականից հետո եղավ առաջին այդպես համաձայնությունը հանդիպումը եղավ 19 թվականին ուղղակի խնդրեցի հանդիպում գործադիր տնօրեն Հայկա Կարշամյանի հետ ներկայացնելու գաղափարը եւ ըստ էության մենք պայմանավորվեցինք որ 20 թվականից սկսում ենք ու ես համարում եմ որ 20 թվականից այդ հարաբերությունները կոմունիկացիան ստեղծվել է ու Հայկակա Արշամյան այդպես պատրաստակամություն հայտնեց աջակցելու փառատոնի հատկապես 0 բյուջե անվանակարգին դա խոսքը վերաբերում է նախագծային փուլում դեռևս գտնվող ֆիլմերին աջակցելու որպեսզի նրանք մտնեն արտադրություն ու արտադրության ընթացքում գիտենք կինոն բարդ ու դժվար հաճույք է ֆինանսական իմաստով իհարկե մեծ գումարներ են անհրաժեշտ ու միշտ գումարը չի հերիքում ու նաև մեր մոտ հայկական կինոյի ժամանակակից հայկական կինոյի տեսանկյունից դաշտը դեռևս զարգացման փուլում է ու ըստ էության հայկական կինոյին այսպես հովանավորող ֆոնդերը, անկախ միջոցները շատ քիչ են այս տրամաբանության մեջ եկանք մի ընդհանուր եզրահանգման, որ կարող ենք մեկնարկը տալ բայց ցավալիորեն ստացվեց 20 թիվը այն թիվներ ինչը որ թե կինոարտադրության համար իսկապես հարմար չէր որովհետև տարին սկսվեց ու կոവിഡ്ի ամբողջ տրամաբանությունը սկսվեց ու մենք ըստ էության 0 բյուջեն 20 թվականին չարեցինք որովհետև կար այդ հեռավորության նախապայմանները եւ այլն ու տրամաբանորեն պետքա որոշակիորեն սառեցվել եւ բնականաբար պատերազմը իր ամբողջ տրամաբանությամբ ըստ էության ճակատագրորեն դա մեկ կադրի պատմությունն է այնպես ստացվեց որ հաջորդ տարին 21 թվականը շատ ավելի ծանր տարի էր բոլորիս համար ամբողջ հայ ժողովրդի ու Հայաստանի համար բնականաբար բայց ես ունեմ այդպիսի մի դիրքավորում որ եթե որևէ տարի մենք չանենք 1 րոպեն այսինքն մեկ կադր փառատոնը այլևս ես չեմ անդրադառնա այդ փառատոնին որովհետև ինքը տրամաբանություն է կարգի որ ինքը ամենամյա փառատոնն է ու ինքը իսկապես հաղթահարել է շատ դժվարություններ օրինակ միակ անգամը որ մեկ կադրը արցանց տեղի է ունեցել մեզ համար նաև սկզբունքային է որ մարդկային շփումները շատ կարևոր են ու դրա համար վիրտուալ տարածությունը ինչքան էլ տեսանելիությունը բարձրացնում է ինչքան էլ ասենք միջազգային շփումները ավելի կմեծացնեն միևնույնն է մենք հակված ենք տեղում անել որպեսզի մարդիկ ռեժիսորները կինոսերները ոչ թե նստած տանը հետևեն այո շփվեն այդ բանը միակ անգամը հենց կոവിഡ്ի բերումով մենք այնուամենայնիվ կարողացանք մի փոքր հետաձգելով ամբողջ տեխնոլոգիաները այդ արցանց հեռարձակման ուսումնասիրել հասկանալ ու տեղի ունեցավ այնուամենայնիվ տեղի ունեցավ վիրտուալ տարածքում բայց դե եկավ պատերազմը ու այդ ամբողջ տրամաբանությունը 21 թվականին էլի վիճարկելի էր արդյոք մենք անում ենք փառատոնը թե չէ նկատի ունենալով մեր հանրային ամբողջ տրամադրությունները եւ այլն ու հենց այդ տարի առաջին անգամ հիմնադրամը ապահովեց մեր մրցութային անվանակարգի մրցանակային ֆոնդը ամբողջ ու դա շատ վճռական տարի էր ու շատ կարևոր էր որովհետև այնուամենայնիվ մենք թիմով վստահ ենք որ մեր երկիրը շարունակում է ու անկախ որևէ բանից նաև բախտորոշ էր իմաստով որ դա Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակն էր ըստ էության ու մենք հենց այդ շեշտադրությամբ անպայմանորեն հակվեցինք փառատոնը անելուն ու հիմնադրամը կանգնեց մեր կողքին ըստ էության թե փառատոնը եւ թե հիմնադրամը մենք ասացինք որ մենք կանք ու մենք շարունակում ենք ու հավատում ենք մեր բոլորի ուժերին ու ապագային
Այդպես ու մենք էլի մի փոքր ավելի ուժ ժամանակացույցերի փոփոխություններով եւ այլն, բայց մենք կարողացանք 21 թվականին անել ու երիտասարդությանը, որտեղ ի վերջո մեկ կադր կարճ ֆիլմերի փառատոնը առաջնա պրեմիերաների փառատոնը, երիտասարդական կինոյի փառատոնն, մենք ոնց որ միասին հիմնադրամի հետ երիտասարդ կինեմատոգրաֆիստներին մեր երիտասարդությանը խրախուսեցինք շարունակել հավատալ վաղվա օրվան ու դա իրոք հետաքրքիր շատ լավ տոն դարձավ 21 թվականին մթնոլորտը որևէ ձևով փոխելու ու ապագային ուրիշ աչքով տեսնելու համար։ Այդ կետից արդեն սկսվեց մեր արդեն հետևողական ամենամյա համագործակցությունը ամենայն հավանականությամբ մենք որպես ի վերջո կամուրջ ես այդպես եմ ընկալում էլի մեր մեկ կադր կարճ ֆիլմերի փառատոնը ես ընկալում եմ մեր ու հիմնադրամի մեջ հարաբերությունները այս տրամաբանության մեջ որ մենք ընդհանրապես կամուրջ ենք դառնում այն ֆինանսական աջակցության համար որ մեր միջոցով փոխանցվում է արվեստագետին իսկ ըստ էության այդ փոքրիկ այդ կարևոր աշխատանքն ենք անում ու ամենայն հավանականությամբ նախորդ մի քանի տարիները մենք դա արեցինք երևի պատշաճ տրամաբանությամբ ու դրա համար այս վերջին այս տարի մի փոքր ավելի մեծ մասնակցություն ունի հիմնադրամը ծածկելու թե զերո բյուջե անվանակարգի մրցանակային ֆոնդը եւ թե ամբողջ մրցանակային ֆոնդը փառատոնի, որը իմիջիալոց շատ դա էլ սկզբունքային կարևոր մի բան կա մեր մրցանակային ամբողջ ֆոնդը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն սկզբունքը այն կարգի է, որ ստանում է լավագույն հայկական կարճ ֆիլմը, ստանում է լավագույն հայկական մեկ կադր մեկ րոպե ֆիլմը, ստանում է լավագույն հայկական կինո առանց սահմանի ֆիլմը եւ իհարկե զերո բյուջե այդ նախագիծը, որը պետք է անպայմանորեն արտադրվի Հայաստանում, սկզբունքները այդ կարգի են, փիչը մենք խրախուսում ենք փիչի լեզուն հայոց լեզուն է, այսինքն այդ միջոցով մենք նաեւ փորձում ենք մասնագիտական լեզուն հայերենով զարգացնել, հարմարավետ միջավայր ստեղծել նախագծերի պրեզենտացիայի համար, նաև այստեղ էլ մոտիվացիան են կարգի է, որովհետև առաջին ֆիլմերը անողներն են հիմնականում հակված օգտվելու այդ միջոցներից, առաջին քայլերը, առաջին փորձառությունը, առաջին վախերը ունենալու հեշտ տարբերակը բնականաբար մայրենի լեզվով այսպես թրծվելու, անելու, համեմատաբար շատ հարմարավետ միջավայր ենք ստեղծում։ Այսպես, ես ուզում եմ ասել ինձանից սկսած մինչև բոլոր շահառուները մենք ամեն տարի հատուկ ձևով իհարկե մեր երախտագիտությունն ենք հայտնում հիմնադրամին ու մշտապես շեշտադրում ենք, որ այդ գումարները, որ հավաքվել են, դա շատ խորհրդանշական ու շատ ոնց ասեմ, թե պատվաբեր եւ թե պատասխանատու մի բան է մենք մեր բոլոր շահառուների հետ ու մենք ինքներս շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս նվիրատվության, այս մասնակցությանը։ Շնորհակալություն, պարոն Ղազարես, գուցե նաեւ չնկատեցիք ձեր խոսքում, երբ որ կինոփառատոնից էինք խոսում, ասացիք 1 րոպե։ Գանք հիմքից, այսպես սկզբում փառատոնը կոչվել է 1 կադր 1 րոպեում, կինոն պետք է տվեր 1 րոպե եւ այսպես եւ միջազգային բնույթ չէր կրում, հա։ Տարեց տարի ընդլայնվեց աշխարհագրությունը, այսօր դարձավ 1 կադր, 1 րոպեն դուրս եկավ, այսինքն ֆիլմը կարող է տևել մի քանի րոպե եւ աշխարհագրությունը ընդլայնվեց։ Կուզեմ խոսենք նաեւ այս մասին, երբ որոշվեց, որ պետք է արդեն դառնա փառատոնը միջազգային եւ ինչ է տալիս միջազգայինությունը այս փառատոնին։ Տես իհարկե մեկնարկը տրվեց 2000 հեռավոր 2003 թվականին, այդ ժամանակ ընդհանրապես կինո միջավայր մթնոլորտ գոյություն չուներ։ Մենք ավելի երիտասարդ էինք ու մենք սիրում էինք այդ արվեստի տեսակը, ինչ որ ձևով մղումը, ցանկությունը մթնոլորտը
փոխելու, կինոն բերելու, վերադարձնելու Երևանյան մշակութային միջավայր կամ հայաստանյան մշակութային միջավայր, այդտեղից առաջացավ, այսպես ծնվեց այս մեկ կադր, մեկ րոպե ֆիլմերի ստեղծման գաղափարը։ Տեսեք 2003-ին կոմունիկացիաները այսպեսին չէին, ամբողջ աշխարհի հետ մենք կապ չունենք, դա իսկապես ինքնաբուխ ծնվեց, հետո մի քանի տարի հետո, երբ որ ինտերնետը, համակարգիչ, այս կապուղիները մի քիչ ավելացան, հասկացանք, որ ամբողջ աշխարհում զուգահեռաբար գոյություն ունի 1 րոպե տևողությամբ ֆիլմերի շարժում։ Մենք կապվեցինք շատերի հետ, օրինակ այդ տարիներին Ամստերդամում համաշխարհային մեծ ֆորում էր տեղի ունենում ու որովհետև մենք արդեն զարգացել էինք 2005, 6, 7 թվերի մասին եմ խոսում, մենք արդեն իրենց հետ ու նաև ինտերնետը սկսեց ավելի ակտիվանալ, մենք արդեն հայկական 1 րոպե ֆիլմերի ծրագրեր էինք ուղարկում Ամստերդամում, մասնակցում էին մեր տեղական ֆիլմերը, տարբեր կատալոգներում նշվեցին, Պեկինում ա եղել հայկական 1 րոպե ֆիլմերի ցուցադրություններ մեծ բիենալեի շրջանակներում։ Մի խոսքով այդ 1 րոպե շարժման ակտիվ ներգրավվածության մեջ էինք ու այդքանով արդեն ոնց որ այս կոմունիկացիաները սկսում էին բացվել, բայց էական այնուամենայնիվ մեր տեղի արտադրություններ, որ սկսեց աստիճանաբար զարգանալ։ Մենք ունեինք սահմանափակում 1 կադր 1 րոպե, բայց երբեմն գալիս էին ֆիլմեր, մենք այդ շրջանում նաև ապահովում էինք հեղինակների կամ իդեա ունեցող մարդկանց թե նկարահանումները, թե մոնտաժը, որտեղ տեխնիկան այդքան շատ չէր, շատերը չէին տիրապետում թե մոնտաժին, թե ինչպես նկարելուն, վիդեոարվեստը դեռ այսքան շատ չէր։ Մենք որովհետև այդ ամբողջը տիրապետում էինք, մենք ամբողջովին, այսինքն 0 կետից արտադրության բոլոր հանգույցները անանելով երաշխավորում էին գաղափարների իրագործում, բայց երբեմն լինում էին գործեր, որոնք կարող է 1 կադրով էին նկարվում, բայց ասենք 4 րոպե էր ու դա շատ հետաքրքիր էր։ Ու այդտեղից հասկացանք, որ պետք է արդեն ոնց որ պետք է ու այդպես աստիճանաբար իր բնական տրամաբանությամբ, կոմունիկացիաների բերումով, այս զարգացման բերումով արդեն 2010 թվին իսկապես մենք հասկացանք, որ նախ փառատոնը պահանջարկ ունի երիտասարդության ու հանրության շրջանում ու մենք ոնց որ ժամանակի մեջ պետքա քայլը մեր անենք, տեղավորվենք այդ պահանջի տրամաբանությանը ու այնց այդ ժամանակ որոշվեց վերանայել փառատոնի ֆորմատը, ինքը դարձավ 1 կադր կարճ ֆիլմերի միջազգային փառատոն ու անվանակարգերը 1 կադր 1 րոպե հիմնադիր անունը փոխվեց անվանակարգի, դարձավ անվանակարգ ու ավելացան մյուսները կարճ ֆիլմեր եւ կինո առանց սահմանի անվանակարգերը։ Արդեն 2019 թվականին այլի բնական զարգացումներից ելնելով հասկացանք, որ այնուամենայնիվ մենք նաև որոշ ֆինանսական, այսպես նախագծային փաթեթներով էլ պետք է աջակցենք դաշտին ու այդ 2015-16 արդեն մտածում ենք, արդեն զգալի էր դրա անհրաժեշտությունը, ճիշտ է մենք տեխնիկայով օգնում ենք, նկարահանումների հարցով միշտ պատրաստ էինք օգտակար լինել թե կարճամետրաժ կինոյի եւ թե 1 րոպեն ինքնին, բայց այնուամենայնիվ գործընկերներ ունենալը, ֆինանսական կարողությունները ավելի ավելացնելը իհարկե շահեկան կլիներ ու արդեն 2019-ից հիմնավոր սկսեցինք դրա վրա աշխատել, այսպես զարգացումները իսկ գուցե արդեն տարիների ընթացքում կամ հիմա էլ կա մտքում օրինակ այս փառատոնը դարձնել լիամետրաժ ֆիլմերի թե ֆորմատին չի համապատասխանում, որտեղ այսպես աճ գրանցեց, այս առումով րոպեները ավելացան, միջազգային դարձավ, հիմա էլ լիամետրաժ։ Գիտես, ես ասեմ, այդտեղ ասեմ, կինո առանց սահմանի անվանակարգը հորինվածքը հենց այդ անկյունները թողնում է։ Կինո առանց սահմանի անվանակարգում մենք շատ հետաքրքիր լիամետրաժ ֆիլմեր ենք ունեցել ու հենց դրա համար ինքը կինո առանց սահման, այնտեղ ոչ մի սահմանափակում չկա։ Եթե 1 կադր 1 րոպեն ինքնի սահմանափակում է, 1 րոպե պետքա լինի ու 1 կադրով պետքա լինի 1։ Եթե կարճ ֆիլմերը մինչև 30 րոպե ֆիլմերը պետքա լինեն, էլի սահմանափակում է։ Կինո առանց սահմանը որևէ սահմանափակում չկա։ Այդտեղ իսկապես մեզ լիամետրաժ ֆիլմեր, հենց այս րոպեին մեր այս տարվա նախընտրական փուլն է տեղի ունեն, մենք արդեն մի քանի
10-ից ավել հայտագրման փուլն է այսինքն։ Այո, հիմա հայտագրման փուլն ամսի 20-ին հայկականը, տեղականը կավարտվի, մինչև այդ ամսի 10-ին ավարտվեց միջազգային հայտագրումը։ Մենք այսպես տարբեր փուլերով ենք բանանում, ամփոփում հայտագրման փուլերը։ 10-ից ավել լիամետրաժ ֆիլմ արդեն հայտագրվել է այս տարվա համար ու մենք պարտավոր ենք նայել։ Մեզ համար հետաքրքիր է այդ սահմաննանց, սահմանը խախտող պրոյեկտները ու նաև կինո առանց սահմանի անվանակարգում մենք փոքրիկ նշում էլ ունենք, որ մեզ համար հետաքրքիր է հումանիտար մարդասիրական խնդիրները, որովհետև այնուամենայնիվ մեր աշխարհը անհանգիստ աշխարհ է ու միշտ ոնց որ թե այդպեսին ա եղել նախորդում, հիմա շատ ավելի գուցե։ Ու կինոյի լեզվի միջոցով շատ հետաքրքիր ուղերձներ էլ կարող են լինում, շատ հետաքրքիր փաստագրումներ են լինում դեպքերի ու իրադարձությունների, որոնց մենք ներկա չենք, ասենք ոչ Հայաստանում, դրսում, այլուր, ու տարբեր աշխարհների մասին տարբեր պատկերներ են գալիս։ Այդ կարգի կինոները փաստագրական, վավերագրական, խաղարկային, ինչի՞ չէ, ու նաև էքսպերիմենտալ վիդեոարվեստ, վիդեո պերֆորմանսները եւ այլն։ Այդպես մի շատ հիբրիդային մի տարածք է կինո առանց սահմանին, որտեղ ինքը հենց այդպեսին էլ պետքա լինի։ Ասեմ, որ հաջողել ենք, լավ ֆիլմեր այդ անվանակարգում հայտագրվել են։ Պարոն Ղազարե, կուզեմ նաև համառոտ ներկայացնեք, պատմեք ձեռքբերումների, կարևոր առանցքային ձեռքբերումների մասին, որոնք այս տարիների ընթացքում գրանցվել են, ու ամփոփենք թերևս զրույցը։ Գիտես, ձեռքբերումները իսկապես շատ են։ Եթե այդպես ուղղակի մրցանակային տրամաբանությունների մեջ նայենք ու փառատոնային հետագա զարգացումների, ասենք նույն զերո բյուջեի շահառու մրցանակակիր Համբարձումյանի կորեական դելիկատես կարճամետրաժ ֆիլմը, եթե չեմ սխալվում 22 թե 23 թվականին Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնում ճանաչվեց լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ։ Դա իսկապես մեզ համար ոգևորող է։ Նկատեմ, որ այդ նույն տարի նույն ֆիլմը ներկայացված էր նաև մեկ կադր փառատոնին, բայց մեր ժյուրին ոչ մի մրցանակ չտվեց իրանց։ Բայց գնաց Ոսկե ծիրանում ստացավ ճանաչվեց լավագույն հայկական կարճամետրաժը։ Դա իհարկե մեզ համար ոնց որ ձեռքբերում եմ համարում։ Նաև նախանցյալ տարի երևի, հենց այդ նույն թվերին Հասմիկ Մովսիսյանի 250 կիլոմետր ֆիլմը առաջին անգամ մեր միջավայրում հայաստանյան դեբյուտ տեղի ունեցավ մեկ կադրում ֆիլմի, որը ստացավ լավագույն հայկական մեր փառատոնում մեկ կադրում արժանացավ ժյուրիի կողմից լավագույն հայկական կարճամետրաժ մրցանակին։ Ոսկե ծիրանում այդպես չստացավ որևէ բան, բայց մեկ տարի հետո կինոակադեմիան, Հայաստանի կինոակադեմիան ճանաչեց այդ ֆիլմը վերջին 2 տարվա լավագույն կարճամետրաժ հայկական ֆիլմ, ել չեմ ասում, որ այդ ֆիլմերը միջազգային փառատոնային լավ կենսագրություններ ունեն։ Շրջագայաց ֆիլմեր են ու նաև մրցանակակիրներ են, ես կդժվարանամ այդ փառատոնների անունները տալու, որտեղ ինչ արդյունքներ են եղել։ Ուզում եմ ասել, դրանք իսկապես մեր ձեռքբերումներն են, բայց ամենագլխավոր ձեռքբերումը այնուամենայնիվ ես կարծում եմ, որ սկսած 1 րոպե չափով ֆիլմերից, երբ որ փառատոնը հնարավորություն է տալիս կինո երազելու, կինո միջավայրի մեջ անուղղակիորեն, այսպես ուղղակի ոչ ֆորմալ կրթության մեծ լայն հնարավորություն կա։ Այսինքն մենք շատ ենք տեսել երիտասարդների պատանիների, ովքեր արել են իրենց առաջին այդպես 1 րոպեանոց ֆիլմերը ու հետո կողմնորոշվել են դեպի կինոն ու հետո աստիճանաբար քայլել են, արել են մի քանի 1 րոպեներ, ստացել են, արժանացել են լավագույն 1 րոպե մրցանակին, որից հետո մտել են կինոկրթության այդ process-ի մեջ ու գնացել են։ Եվ գուցե կայացել են կինոոլորտում։ Այո, այդպիսի անուններ հիմա մենք շատ ունենք, որ որևէ ձևով մենք մասնակցել ենք իրենց առաջընթացին զարգացմանը։ Շնորհակալություն, պարոն Ղազարե, իհարկե այս զրույցը անվերջ կարելի է շարունակել, հուսամ դեռ առիթ կունենանք շփվելու, հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր մեկ կադր միջազգային կինոփառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարեն։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։